Այն Նիկոլը, որը լրագրող պատգամավոր եղած ժամանակ ասում էր քվե են կեղծել են արել, ասում եմ ձեզ, այն տերորը, որը ես հենվում եմ թեկնածուների հայտարարությունների վրա, այն տերորը, որը արվում է Գյումրիում իրանց սարիկին անցկացնելու համար, սա մնալու է Հայաստանի անկախության պատմության մեջ որպես աննախադեպ տերոր, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի ինչ է նշանակում իր համար Գյումրիում պարտությունը, Նիկոլը շատ լավ գիտի, որ իր վարկանիշը անգելա բոլոր հնարավոր պլինդուզների տակ եւ իր միակ գործիքը մնացել է տերորը, մնացել է քրեական գործեր հարուցելը, տեսանք Տարոնի դեմ Մարգարյան, երրորդ նախագահի դեմ ինչ որ անհեթեթագույն էլի գնացել բաներ են պեղել, ինքը մտածում է որ բոլոր ընդդիմախոսներին տանի փակի, կալանի, ձայները կտրի, բոլորին վախեցնի, ինքը կարողանալու է իր իշխանությունը պահել չես կարողանալու Նիկոլ, որովհետև դու այսօր Հայաստանի ողջ պատմության մեջ անկեղծության համար պիտի ասեմ առաջի տեղում կինը տա, երկրորդ տեղում դու ես ամենաատելի քաղաքական գործիչն ես, չի եղել, չեմ ասում է 30 տարվա անկախության ես ընթացքում, ես ասում եմ հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել ավելի արգահատելի, ավելի ատելի գործիչ, քան դու ես, այնպես որ քո այդ մանիպուլյացիաները, թալանը, Range Rover, Yashik առ Yashik, չգիտեմ, քյաբաբ առ քյաբաբ, այո, գալու է ժամանակը եւ մենք բոլորս իմանալու ենք, թե ինչպես եղավ, որ անգամ 500 դրամ չունեցողները մինչև 18 թվականը դարձան ահա այսպիսի հսկայական, չգիտեմ են չախ թագավորի չափսի կարողության տերեր։ Դե իրենք սրբեր են դարել, երևի դրա համար էլ Փաշինյանն ասում էր, որ պետք է բանակին սրբադասել, որտեղ սրբերը իրենք են։